Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ այսօր մասնավորապես պետք է խոսենք, շնորհավորենք եւ ասենք շնորհակալություն այն երիտասարդներին, որոնք կարողանում են իրենց ոլորտում նորարարություններ անել, ձեռքբերումներ ունենալ եւ փոխել նաեւ մյուս իրենց ոլորտի մասնագետների կյանքը։ Ինչն էլ անում են այսօրվա մեր հյուրերը եւ ավելի մանրամասն իհարկե կխոսենք նրանց հետ, որպեսզի հասկանանք թե ինչ է սպասվում այս տարի փառատոն ցուցահանդեսի ընթացքում, որը ավելի մանրամասն պատմենք հիմա։ Notations երաժշտական լաբորատորիայի եւ փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներն այս տարի կմեկնարկեն հուլիսի 20-ից եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 2-ը։ Ինչ է սպասվում։ Այո, այս ամենի մասնավորի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում է Լուսինե Մլքի Գալստյանը, Notation լաբորատորիայի եւ փառատոնի համակարգող, բարի լույս, եւ Շահեն Խանդկարյանը, փառատոնի համադրող, բայց լաբորատորիայի համադրող նույնպես։ Այո։ Շատ ուրախ ենք, բարի լույս։ Բարի լույս։ Առաջարկում գիտեք ինչից խոսենք։ Ինչ է Notation-ը։ Այդ ինչի մասին է։ Ոնց ծնվեց, ումն էր գաղափարը։ Ուրեմն կա հիմնադրամ, որը կոչվում է HOSK, որտեղ ես աշխատում եմ, եւ մենք տենց արվեստագետներ ենք աշխարհի տարբեր մասերից, մենք միջազգային հիմնադրամ ենք, որը գործում է Հայաստանում, ովքեր ունեն երազանք զարգացնելու Հայաստանի ստեղծարար ոլորտը։ Եվ դա մենք անում ենք շատ տարբեր միջդիսցիպլինար նախագծերի շնորհիվ, որոնցից մեկը դա Notations-ն է, դա մեր բազմաթիվ նախագծերից մեկն է, որը լաբորատորիա է եւ փառատոն է, որտեղ մենք հյուրընկալում ենք արվեստագետներ ամբողջ աշխարհից, տարբեր բնագավառներից, երաժշտություն, ձայն, վիզուալ արվեստ, performance, այս տարի նաեւ ունենք տենց հնեաբանների խումբ, ովքեր գալիս են Հայաստան։ Բայց ազգությամբ կներեք, պետք է հայ լինեն, թե կապ չունի։ Կապ չունի։ Մեր համար մեր նպատակներից նաև մեկը, որ Հայաստանը բերել այդ միջազգային քարտեզին, որպեսզի ոչ թե մենք անդադ խոսենք նրա մասին, որ Հայաստանից գնանք ցուցադրենք, այլ մարդիկ գան Հայաստան, ոգեշնչվեն եւ ստեղծեն հայ արվեստագետների հետ մեկտեղ։ Օրինակ, այս տարի մենք ունենք շատ լավ արդյունքներ, մենք ունենք 120 արվեստագետ 27 երկրից, ովքեր մեծամասնությունը բայց հայեր են, որտեղ մենք ի վերջո հիշում ենք, որ մենք զարգացնում ենք Հայաստանի ստեղծարար ոլորտը, ովքեր գալու են Հայաստան, ծանոթանալու են իրար հետ, մեր համադրողների եւ հրաշալի արվեստագետների շնորհիվ ստեղծելու են նոր արվեստի նախագծեր եւ այդ նախագծերը ցուցադրելու են մեր փառատոնի շրջանակներում։ Փառատոնը լինելու է օգոստոսի 1-ին եւ 2-ին, որպես տենց կուլմինացիա այդ ամեն ինչի։ Ու Notations-ը շատ տարբեր շերտեր ունի իր մեջ եւ ունի կրթական շերտ, որտեղ մենք որպես հիմնադրամ նաեւ ունենք շատ կրթական ծրագրեր, որը իրանից ներկայացնում են վարպետության դասեր, լեկցիոն ծրագրեր եւ ունի ավելի տենց ուրախ հատված, որը ներկայացնում, այսինքն jam session-ներ, որոնք նաև բաց են հանրությանը։ Դրա համար մենք մեր ծրագիրը ասում ենք, որ սկսվում է հուլիսի 20-ից, որտեղ հուլիսի 20-ից ցերեկը մենք բոլորս Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայում աշխատելու ենք մեր նախագծերի վրա, բայց երեկոյան Երևանի շատ տարբեր մեր գործընկերների հետ համագործակցելով անելու ենք տարբեր հանրային միջոցառումներ։ Սենց շատ խառնա, շատ հետաքրքիր է ու շատ ոգեշնչող։ Մենք երիտասարդների մտքերը այսպես միանգամից եւ միանշանակ չենք հասկանում։ Դուք էլ միշտ մի քիչ խառն եք այդ ամեն ինչը պատմում, բայց հետո վերջում ինչ-որ լավ բան է ստացվում։ Մենք էլ չենք հասկանում։ Նաեւ գիտենք, որ սա երկրորդ անգամ է արդեն, երկրորդ տարին է որ անցկացվում է։ Ամենամյա է փառատոնը, որ հասկացանք, մի քիչ էլ խոսենք անցած տարվա արդյունքների մասին։ Անցյալ տարի, քանի որ ամեն ինչ շատ ավելի նոր էր մեզ բոլորիս համար, մենք տենց բոլորս տենց աչքերը փակ առաջ էինք գնում, տեսնեինք ինչ ենք անում։ Քաոտիկ էր։ Դուք նույնպես չէ, Շահեն, դուք էլ եք եղել անցած տարի։ Մի քիչ Շահենը խոսի։ Իհարկե, ես մաջուր խմեմ։ Դուք ջուր խմեք, Լուսինե ջան։ Իսկ Լուսինեն նկարագրի ու ես կշարունակեմ։ Շատ լավ։ Okay։ Ես խմեցի ջուրը։ Այո, սպասեցի։ Անցյալ տարի մեզ մոտ մենք ունեցանք շատ լավ արդյունք, երբ որ մեր փառատոնի ընթացքում մենք ունեցանք 1200-ից ավել հանդիսատես, որ եկավ ու մենք հասկացանք, թե ինչքան հետաքրքիր է Երևանին ժամանակակից նոր արվեստը ու այդ զգացողությունը, որ դու ոնց որ
կենթանացնում ես արվեստը քո ներկայությամբ։ Ու ամեն տարի notation-ը ունենում է ինչ-որ ոգեշնչման աղբյուր։ Անցյալ տարի մենք որպես հիմնադրամ աջակցեցինք Armenian National Music-ին, թվայնացնելով Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան, որը մինչ այդ շատ տարօրինակ է պատկերացնել, բայց թվայնացված տարբերակով մենք չունեինք, լինելով դա մեր ամենամեծ ազգային մշակութային արժեքներից մեկը։ Եվ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան հանդիսացավ տենց ոգեշնչման աղբյուր արվեստագետների համար, անցյալ տարի ավելի քիչ էինք 60 արվեստագետների համար, եւ իրանք 9 երկրից, չէ՞։ 9 երկրից, այո, տենց մեր մոտ բան ա եղել։ Ուպ, այս տարի սենց հաճել ենք։ Եվ ամեն արվեստագետ, այստեղ ինձ թվում է կուզեմ որ Շահենը պատմի, թե ոնց արեցին, ինչ արեցին Տերտերյանի հետ։ Իրականում կային 3 երաժշտության մասով կային 3 խմբեր, մեկը ֆոլք ու էլեկտրոնային, այսինքն տրադիցիոնալ երաժշտության, մեկը ջազ եւ էլեկտրոնային ու կար դասական եւ էլեկտրոնային։ Ու ամեն խումբը ուներ իր 2 համակարգող, ասեմ, համադրող, ու 10 օրերի ընթացքում կարա պատկերացնել, որ մասնակիցները ովքեր հավաքվել են, ամեն խմբում կար մոտավորապես 10-ից 13 հոգի մասնակից երաժիշտներ, բոլորը ակտիվ երաժիշտներ էին ու 10 օրերի ընթացքում ստեղծել են ստեղծագործություն ոգեշնչված Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայից, որը ներկայացվել է փառատոնին արդեն։ Ու բնականաբար ամեն խումբը մեկ մյուսից շատ տարբերվում էին, ով ինչ է ստեղծել, բայց նաև ամենահետաքրքիրը այն էր, որ ամեն խմբից մյուս խմբի մեջ նաև խառնվում էին, այսինքն շատ մարդկանց համար հետաքրքիր նոր փորձեր, օրինակ դասական երաժիշտը գամտնի ջազի տարածքի մեծ տեսնի ինչա կատարվում, նույնը ջազից գան էլեկտրոնայինում տեսնեն ինչա կատարվում մյուսից մյուսը ու կարծում եմ, որ դա շատ լավ հետք կունենա ինչ-որ մի բայ, ինչ-որ տեղից։ Լաբորատոր աշխատանքների շրջանակում պարտադիր է, կարծում եմ, չէ, այդ պայմանը, որ պետք է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ վերցնելու ինչ-որ փորձարկումներ անել։ Անցյալ տարի Մոցարտին է կանրադառնում։ Անցյալ տարի մենք միշտ գիտակցում ենք այն տարածքը, որտեղ մենք գտնվում ենք ու դա մեր համար առաջին հերթին ոգեշնչանք է։ Անցյալ տարի մեր մոտ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան էր, այս տարի մենք սենց տեղափոխվել ենք եւ այս տարվա մեր տենց ոգեշնչման աղբյուրը դա ծեսերն են։ Ու ծեսերը որպես մեթոդ միանալու, որովհետև ամբողջ պատմության ընթացքում մենք տեսնում ենք, թե ծեսերը այն սոցիալական այն շերտն են ապահովում, որ մարդիկ տարբեր մշակույթներից կարողանում են միավորվեն ու մենք ստեղծելու ենք տենց նոր ստեղծարար ծեսեր։ Բայց երբ մենք խոսում ենք ծեսերի եւ ծիսակարգերի մասին, այո, հայկական մշակույթը շատ հարուստ է, հատկապես եթե ավելի հետ ենք գնում ժամանակագրական առումով, որքանով է մեր մշակույթը ծեսերով, ծիսակարգերով եւ ավանդույթներով հասանելի օտարերկրյա ստեղծագործողներին, որքանով են նրանք ճանաչում Հայաստանը այս տեսանկյունից եւ ինչ է սպասվում ձեզ աշխատանքային այդ ընթացքում։ Իսկ թվում առիթա ծանոթանալու ու փորձելու ամեն դեպքում թե ոնց կընթանա աշխատանքները սկսելուց հետո կսկսի երևալ Մենք որպես հիմնադրամ հենց այդտեղ ենք ոնց որ նաև արժևորում այս փոխանակումը, հա, որովհետև անցյալ տարի էլ լիքը արվեստագետներ, երաժիշտներ, ովքեր չգիտեին Ավետ Տերտերյանի մասին, իրանք հիմա գիտեն, իրանք հիմա ոգեշնչվում են ու ունեն իրանց պորտֆոլիոյում երաժշտական ալբոմ, որտեղ ստեղծագործություն ունեն, որը ոգեշնչված է հենց Ավետ Տերտերյանից ու նույնը հիմա նախատեսում ենք անել ծեսերի հետ կապված, երբ որ մենք ունենալու ենք եւ լեկցիաներ մեր հայկական ծեսերի վերաբերյալ եւ նաեւ ունենալու ենք տարբեր տենց վարպետության դասեր հենց ծեսերը հայկական պարերի մեջ, ծեսերը հայկական երաժշտության մեջ, որը իրականում ոչ միայն միջազգային մասնագետներին, այլ նաև տեղի արվեստագետներին շատ-շատ պետք է ու դա եւս մեկ անգամ իրանց sense vocation-ում իրանք ասում են, «Վաու, ես ինչքան բան ես կարամ Ես անեմ»։ արդեն պատկերացնում եմ, որ օրինակ Եվրոպայից հյուրեր են եկել, բայց լաբորատոր աշխատանքներից հետո, այս ծիսակատարություններից հետո որ մենք սովորացել ենք, ու դիտում ենք, որ նրանք ծիսակատարությունը անցնում են այտենց կիսում այլիկը գալիս է, այտենց մեղրով ընկույզ են կերակնում, լավաշ է, Չեն հասկանում ինչու պետք է ինչ-որ կոտրեն։ Հոպ, տաշ, այսպես սինի են պարացնում, շատ դուրս։ Հոլանդացին օրինակ այտենց ամուսնան են պատկերացնում։ Այո։ Կամ չեխերը, գերմանացիները հրաշալի կլինի։ Լավ, ո՞նց կարող ենք մասնակցել։ Հա,
Ուզում եի նաև ինչ մասնակցել է հասկանալ, քանի որ նշեցիք անցած տարի փակ աչքերով էր ամեն ինչ փորձում եք որպես նոր փորձառություն նաև ձեզ համար։ Ինչ խնդիրներ եղան, որ այս տարի դրանք արդեն դուք բացառել եք եւ ինչպիսի ակնկալիքներ ունեք այս տարվանից, քանի որ մասնակիցների թիվը եռակի է աճել, կտրուկ է այդ փոփոխությունը։ Ախ, բայց մենք անցյալ տարի մենք դա կոչում ենք, որ մենք անում ենք էքսպերիմենտ ու բոլորին հրավիրում ենք լինելու մաս այդ էքսպերիմենտի ու մենք հատուկ մաս ունենք մեր հիմնադրամում, ովքեր պատասխանատու են հենց մեթոդիկաների հետ, որովհետև տարբեր մշակույթներ, տարբեր արվեստի բնագավառներ նույն տարածքում այդ շատ նուրբ sense աշխատանք է իրանից պահանջում, որպեսզի բոլոր արվեստագետները իրենց զգան ապահով ստեղծագործելու համար։ Ու այդտեղ, այսինքն անցյալ տարի մենք ունենք ինչ-որ մեթոդիկա, որը արդեն մենք sense փորձարկել ենք ու աշխատել է, ու ունենք բաներ, որոնք չեն աշխատել, որոնք մենք տենց թողել ենք, ու այս տարի մենք իրանց շուրջ, իրանց դեռ ավելի շատ ենք զարգացնում ու ավելի շատ ենք օգտագործելու։ Ու դա էլ է մեր կայքում, հոսքի կայքում մենք ունենք մեթոդիկան հասանելի, բոլորը կարող են դա ներբեռնել եւ կարդալ, ծանոթանալ թե մեր փորձը եւ կարող են աշխարհի տարբեր տեղերում նույնպես մեր փորձի հիման վրա նոր բաներ ստեղծել։ Եվ որպես ամփոփում ինչպես կարող ենք մասնակցել, միայն շատ կարճ, որովհետև մեր ժամանակը սահմանափակ է։ Այո, Notations ունի Instagram, հոսք ունի Instagram, ինձ նա եմ ասում։ Բաժանորդագրվեք, մենք ունենք հանրային ծրագիր, որը հասանելի է ամսի 21-ից հուլիսի եւ օգոստոսի 1-ին եւ 2-ին ունենք մեծ փառատոն, մեծ արվեստագետների եւ միջազգային եւ լոկալ մասնակցությամբ։ Այս ամեն ինչը կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ նրանց հենց պաշտոնական կայքեջերից։ Շնորհակալություն Շահեն, որ մեզ այդ օրը սկսեցիք, ձեզ հաջողություն ենք մաղթում ու հուսանք, որ այս փառատոնը երկար կյանք կունենա եւ շատ այլ երկրներից մասնակիցներ կարողանանք ներգրավել հենց մեր երկրում։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։